Հարգելի կառավարություն, հարգելի վարչապետ, իմ հարցը վերաբերում է երասխի սահմանամերձ գոտուն, նրա նշանակությանը բազմիցս 90-ական թվականներից սկսած երասխի իր աշխարհագրական դիրքից ելնելով նրա նշանակության անվտանգության երկրի հարցերում, որպես երկրորդ ճակատ լինելու այդ հարցերում ու խոսվել եւ որոշակի աշխատանք կատարել երասխի զարգացման հետ կապված։ Վերջի ժամանակահատվածում խոսակցությունը ավելի հնչեղություն է ստացել կապված Իրանի եւ Հայաստանի այդ հարաբերությունների ստեղծման, եւ ես կարծում եմ, որ երասխը շատ մեծ նշանակություն կարող է ունենալ նաեւ տնտեսական առումով, դեռևս մինչեւ Իրանը, նաեւ կամուրջ մեր հարավային եւ հիմնական Երևանի կենտրոնի եւ հարավային մարզերի հետ կապված, ուղղակի ինձ հետաքրքիր է ուզում եմ որոշակի ինֆորմացիա ունենք այդ երասխի զարգացման հետ կապված տնտեսական զարգացման որպես նաև հյուսիս հարավ այդ ավտոճանապարհային եւ երկաթգծի հետ կապված, որտեղ այնտեղ երկաթգծի օգտագործման հետ կապված հատկապես հետաքրքրություն ինչ պլաններ կան, ինչ մտադրություններ եւ ծրագրեր, ես կուզեի իմանալ, որտեղ դա շատ կարեւոր եմ համարում այսօրվա տնտեսական զարգացման համար։ Հարցին կպատասխանի տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Բլոկյանը, մի քիչ ժամանակն էլ քիչ ունեք, կարելի է մի քիչ արագ պատասխանել։ Շնորհակալություն, պարոն Ալեքսանյան, մեր ունեցած զրույցից հետո մենք մեզ մոտ նախնական քննարկում ենք ունեցել Արարատի մարզի որոշ հատվածների տարածքային զարգացման ուրեմն ուրվագծերի հետ կապված եւ երասխը մենք դիտարկում ենք ամենակարևոր հանգույցներից մեկը, որը կարող է Իրանի հետ մեր հաղորդակցման տարածքում դառնալ այն հիմնական օղակներից մեկը, որը բեռնափոխադրման հիմնական պլատֆորմ կարող է դառնալ կապված երկաթուղու սկիզբի հետ։ Երկրորդը տարածքը ռազմական տեսակետից խիստ անհրաժեշտ տարածք է եւ այնտեղ ենթակառուցվածքների, ինչպես նաեւ տնտեսական զարգացման հնարավորությունների մեծ արկայություն կա մնացած դեռևս սովետական ժամանակահատվածից եւ ես կարծում եմ, որ մինչեւ տարեվերջ մենք կունենանք այն համապարփակ պատկերը, թե ինչ հիմնական ուրեմն ուղղություններով կընթանա այդ հանգուցային տարածքի զարգացման ընդհանուր տենդենսը։ Շնորհակալություն։ Այնինչ մենք զրուցել ենք, ես հաշվի եմ առել եւ դրա հետ կապված համապատասխան հանձնարարականներ կան արդեն։ Շնորհակալ եմ։ Լեռնիկ Ալեքսանյան, առաջին խոսափող։ Ուզեցի հնչեցնել եւ էլի ուզում եմ շեշտադրեմ, որ իրոք մեծ պոտենցիալ է բարոնակում երասխը տնտեսական առումով եւ այսօրվանից էլ վաղվանից էլ եւ այն ինչ որ այսօր կառավարության ծրագրերն են այդ ժամկետը, ուրեմն լրիվ համապատասխանում են հիմնական ուղղություններին, ես նկատի ունեմ նաեւ համայնք, մասնավոր պետություն, այդ համագործակցության առումով նաեւ, որտեղ այնտեղ երբեք որևէ մեկը ներդրում չի անի, եթե չլինի պետության աջակցությունը, եթե չլինեն համայնքային այդ համայնք պետություն ներդրող բան, ուրեմն սա շատ կարեւոր եմ համարում, իրոք մեր զրույցը պարոն Լոկյան կարծում եմ որ խորացնենք, այդտեղ վաղն էլ միսօրն էլ արդեն կան հետաքրքրողներ եւ ես նաեւ ասեմ հայ-իրանական այդ բարեկամական խմբի շրջանակներում մեր ֆրակցիայի ղեկավարի նախաձեռնությամբ պարոն Բաղդասարյանի հանդիպել ենք դեսպանի հետ, փոխդեսպանի հետ գործնական հանդիպումներ եւ իրենց կողմից շահագրգռվածությունը շատ մեծ է եւ կարծում եմ որ ինչքան արագացնենք այնքան օգուտ մեզ կլինի։ Պարոն Ալեքսանյան, դուք տեղյակ եք, որ կառավարության ծրագրում ֆիքսված է այնպիսի կարևոր գործընթացների մասին, ինչպիսին են պետություն, համայնք, պետություն, մասնավոր համագործակցության ձևերը եւ դրա համար կարծում եմ 1-2 ամսից նույնիսկ համապատասխան միջոցները արդեն կլինեն օգտագործելի, որպեսզի այդպիսի ծրագրեր իրականացվեն։ Իրանական կողմը մեզ նաեւ առաջարկություն է արել, որ այդ տարածքում ունենա մեկ հանգույց, որը Իրանից եկող տուրիստների համար կլինի, այսպես ասած, նախնական հանգրվան մինչև Երևան հասնել, դեսպանի հետ վերջին զրույցները, նույնիսկ իրենք մոդել են ներկայացրել այդտեղ Սիսիան եւ
հարավային միջանցքի այլ տարածքներում իրենց ինվեստիցիաներով որոշակի գործունեություն իրականացնելու process-ը ընթացքի մեջ է, տեսնենք ուր կհասնենք։ Շնորհակալություն։ Նիստն ավարտվեց։ Շնորհակալություն։